Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը։ Բարի երեկո, Տիկին Պետրոսյան։ Բարի երեկո։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերս եւ մեր տաղավարում եք։ Շնորհակալություն շատ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ։ Շատ ոգևորված։ Տիկին Պետրոսյան, թատրոնի տնօրեն նշանակվեցի 25 թվականի հուլիսին, եթե չեմ եթե չեմ սխալվում, դե ինչպես ասում են, եթե ինչ-որ միտեղ ղեկավարելու 6 ամիսը լրանում է, արդեն ադապտացիոն շրջանները անցած են եւ կարող ենք արդեն բազմաթիվ հարցեր ուղղել եւ ստեղծագործական աշխատանքի վերաբերյալ եւ կոլեկտիվին մերվելու եւ այսպես ինչպես նախ սկսենք նրանից ստանձնեցիք տնօրենի պաշտոնը, կոլեկտիվը ինչպես ձեզ ընդունեց, որովհետև եկեք ընդունենք, ես չգիտեմ, տենց չեմ կարող հստակ ասել, միգուցե դուք ավելի լավ եք տիրապետում տվյալների, ես կարծում եմ, որ Պարոնյան թատրոնը մինչ ձեզ կին տնօրեն չէր ունեցել, թե ունեցել է, չգիտեմ, եւ ոչ միայն այդ թատրոնում, ընդհանրապես թատերական աշխարհում քիչ է դա ընդունված, հատուկենտ են եւ ոչ միայն Հայաստանում, եթե նույնիսկ Ռուսաստանի Դաշնության, թատրոններն ենք ուսումնասիրում, ի վերջո գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր, տնօրեն, հատուկենտ կանանց անուններ են եւ ես ուզում եմ հիմա դուք մի փոքր խոսեք դրա մասին, ինչ է նշանակում, երբ կինը դառնում է թատրոնի տնօրեն, թատրոնի, որտեղ տասնամյակներ շարունակ ղեկավարել են տղամարդիկ։ Շնորհակալություն հարցի համար, ասեմ, որ այո ճիշտ եք, հուլիսի վերջ 23-ներ կարծես նախարարի Տիկին Ժաննա Անդրեասյանի առաջարկով ընդունեցի առաջարկը դառնալ թատրոնի տնօրեն, սկզբից դե ժամանակավոր պաշտոնակատար է, ոնց որ ասեցիք 6 ամիս ժամկետ էր ինձ տրված, 23 տարի ինձանից առաջ թատրոնը տնօրեն եղել էր տղամարդ եւ մի մարդ, այսինքն որի կառավարման ոճին երևի թատրոնը սովոր էր։ Կոլեկտիվը, ասեմ, բավականին, միշտ ես դա նշում եմ, բավականին պրոֆեսիոնալ իրանց պահեցին, այսինքն ոչ մի ինտրիգ, ոչ մի ավելնորդ խոսակցություններ բաներ չի եղել, իրանք բնականon իրանց աշխատանքն էին անում եւ ես պարզապես շատ դանդաղ քայլերով սկսեցի ուսումնասիրել կոնկրետ այդ թատրոնի առանձնահատկությունները։ Ճիշտն ասած, ես երբեք ինձ թույլ չէի տա նման պատասխանատվությունը վերցնել ինձ վրա, եթե բավականաչափ ճանապարհ անցած չլինեի թատերական, հենց կոնկրետ ոչ թատրոնի, բայց ես օպերայի, բալետի ազգային թատրոնում եմ երկար ժամանակ աշխատել, այսինքն թատրոնի ստրուկտուրան հենց այս առումով ինչով էր լավ, որ Պարոնյան թատրոնը նույն ստրուկտուրան ունի, կառուցվածք ունի, ինչ որ օպերային թատրոնի կառուցվածքը։ Ու սենց ասեմ, իմ համար, երբ որ կա որոշում, կա նպատակ, այսինքն թատրոնի զարգացման դու ուղղությունը ընտրում ես, հետո մշակում ես ռազմավարություն, կայացնում ես որոշումներ, ինձ թվում է այդ ճանապարհի մեջ արդեն սերը կորում է, այսինքն դու տղամարդ ես թե կին ես, եթե դու գիտես ինչ նպատակներ ունես եւ ինչպես ես դրան հասնում, այդ ժամանակ արդեն կարծում եմ այդքան էական չի, դու կին ես թե տղամարդ ես, եթե շատ հստակ քո աշխատանքը գիտես։ Իսկ այս դեպքում ես ոնց որ ժամանակը վերցրեցի, ուսումնասիրեցի, արդեն ծրագրերը մշակվեցին ու անձնակազմը գիտի ցանկացած իմ որոշում բխում է բացառապես թատրոնի ուրեմն կարիքներից եւ նպատակների իրականացման համար, այնց որ դեռ խնդիրներ չի առաջանում, բայց հեշտ չէ։ Տիկին Պետրոսյան, տեսեք, մենք երբ որ ասում ենք թատրոն, հասկանում ենք ռեժիսոր, դերասան, գեղարվեստական ղեկավար կամ գոնե գլխավոր ռեժիսոր, հիմա որտեղ են հատվում ռեժիսորի եւ տնօրենի աշխատանքները, որտեղ են այդ աշխատանքները սինխրոն, որտեղ են իրարից անջատ եւ եթե դուք աշխատում եք ռեժիսորների հետ, ինչքանով է դա ստացվում, հաջողում, ի վերջո մենք գիտենք, որ ռեժիսորներն էլ ունեն խիստ անհատական տեսակետ ամեն ինչին, կյանքին, աշխարհին, վեմադրությանը եւ որն է այդտեղ տնօրենի գործառույթը։ Դե եթե նայենք
իրավական հարթության վրա։ Այո։ Մեր թատրոնները պոակներ են եւ պոակներում որոշող դերը տնօրենի դերն է, այսինքն տնօրենն է պատասխանատու ամեն ինչի համար եւ ֆինանսական կառավարման եւ թատրոնի հաջողության համար։ Պետք է նշեմ մի փաստ, որը ինձ շատ օգնել է այս հարցում, դա այն է, որ ես շատ երկար տարիներ չեմ ուզում ասեմ, շատ երկար տարիներ աշխատել եմ շատ անվանի ստեղծագործողների հետ, սկսած Լորիս Ճգնավորյան, Գեգամ Գրիգորյան, հետո երկար տարիներ աշխատել եմ Ռուդոլֆ Խառատյանի հետ, իսկն թատրոնում նման անձանց հետ եւ մի բան եմ իմ դեպքում իմ ոնց որ մասնագիտական հմտությունները գալիս է հենց կառավարման ուղղությունից, այսինքն ես գիտեմ, որ իմ նպատակը աջակցել ստեղծագործ անձնակազմի ստեղծագործական գործունեության իրականացմանը։ Այսինքն ես ինքս ներքին կոնֆլիկտ չունեմ, եթե նույնիսկ ստեղծագործողը մի քիչ կամակորություն է անում, ես պատրաստ եմ այդ կամակորության հետ աշխատել, պատրաստ եմ զիջել, որոշ դեպքերում պատրաստ չեմ, եթե հանկարծ դա սկսում է խանգարել մեր որակին, բայց ես կառավարիչ եմ մի կողմից ֆինանսական կառավարումն եմ անում, ռեսուրսները ճիշտ, որպեսզի բաժանված լինեն, աշխատանքները ճիշտ պլանավորված լինեն, որովհետև մենք ունենք, եթե պրեմիերայի օր նշանակված, դրանից ելնելով իմ ամբողջ գործողությունների ծրագիրը ես ունեմ։ Եվ սենց, երբ որ որոշվել է արդեն որոշումն էլ կայացվում է բազմակի տեսանկյուններից քննարկելով այդ աշխատանքի արժեքը, բովանդակությունը, ինչ արժեք է բերելու հանդիսատեսի համար, թատրոնի զարգացման համար ընդհանուր առմամբ։ Ես ռեժիսորին տալիս եմ բացարձակ ազատություն ընտրել իր թիմը։ Երբ որ նախագիծը, այսինքն հաստատված է, ինքը իր թիմը ինձ ներկայացնում է ստեղծագործական, ես պարզապես սկսում եմ ապահովել, որպեսզի իր աշխատանքը անխոչնդոտ իրականանա։ Մենք արդեն 2 ներկայացում ես հանձնել եմ, մի հատ մեծ ամանորյա ներկայացում, մի հատ փոքրիկ ավելի, հիմա ընթացքի մեջ են 4 նախագիծ եւ առանց խնդիր ընթանում է, բայց նորից եմ ասում, ըստեղ ստեղծագործական գործընթացում կարևորը ստեղծագործող անձնակազմն է։ Տիկին Պետրոսյան, դուք 23 թվականին, էլի եթե չեմ սխալվում, հայտ էիք ներկայացրել, ավելի շուտ մասնակցեցիք մրցույթի նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի համար։ Այն ժամանակ հարցազրույցներից մեկում դուք ասել եք, որ ունեք հստակ տեսլական, որը պետք է տանեք թատրոն ձեզ հետ եւ նշել եք մի բան, որ այսօրվա թատրոնները ունեն խնդիր, նրանց ծրագրերը, ասեցիք, կարճաժամկետ են եւ ոչ թե երկարաժամկետ եւ մենք պետք է աշխատենք դրա վրա, որ ավելի ծրագրերը դառնան երկարաժամկետ թատրոններում։ Հիմա Պարոնյան թատրոն գալուց այդ նույն տեսլականով եք եկել, տեսլականը փոփոխվել է եւ էլի հակված եք նրան, որ ծրագրերը պետք է լինեն ավելի երկարաժամկետ, որովհետև այն ժամանակ հարցազրույցներից մեկում ասեցիք մեկ-մեկ դառնում է այնպես, որ շուտ անենք մի քանի ներկայացում, պրեմիերա ունենանք, ասենք, որ այսքանը կար եւ հանձնեցինք դա։ Հիմա ինչպես եք աշխատում եւ տեսլականը փոխվել է թե նույնն է։ Տեսեք, տեսլականը միշտ պետք է լինի երկարաժամկետ, որովհետև եթե ասենց ասեմ, թատրոնում ինքը process-ը բեմադրական, որպեսզի դու փոփոխություն բերես, հա մենք հիմա թատրոնի մի քիչ ուղղվածությունը հետ ենք բերում, չեմ ուզում ասեմ փոխում ենք, բայց ավելի հետ ենք բերում երաժշտական կոմեդիայի, ավելի երաժշտական ֆորմայի։ Դա նշանակում է, որ մենք պետք է երկարաժամկետ պլանավորենք մեր գործողությունները, որովհետև եթե ինչ-որ մի պահի ես ասում եմ, մենք մեր մակարդակը պետք է բարձրացնենք միջազգային մակարդակի, դա նշանակում է միջազգային համագործակցություններ։ Միջազգային համագործակցությունները 3 տարուց պակաս պլանավորումը չի կարող լինի։ Դրա համար եթե ես նայում եմ 5 տարի հետո ես թատրոնը որտեղ եմ ուզում տեսնեմ, ես
պատկերացրեք արդեն այսօրվա իմ գործողությունները պետք է համապատասխանի։ Ասեմ, տեսլականը երկարաժամկետ պետք է լինի, ռազմավարությունները կարելի է 3 տարվա կտրվածքով մշակել ռազմավարությունը, որովհետև մի քիչ, ասենք թե տարբեր հանգամանքներից ելներով ռազմավարության վրա ազդեցություն ունենում, բայց եթե դու չտեսնես դու ուր ես ուզում հասնես, դու չես կարող։ Բնականաբար հիմա տեսեք, ես եկա թատրոն 6 ամիս ուսումնասիրում էի հնարավորությունները թատրոնի, ուսումնասիրում էի շենքը, տեխնիկական զինվածությունը, անձնակազմի կարողությունը, հետո ընդհանուր թատրոնից դուրս ես գալի շրջապատն ես ուսումնասիրում, հետո ասում ես լավ, կարճաժամկետ ծրագրերում ես այս ռեսուրսներով կարող եմ անել այս ծրագրերը, միջնաժամկետում արդեն որոշակի փոփոխություններ, հիմա մեր թատրոնը ինքը երաժշտական է, բայց ձայնային տեխնիկան լավը չէր եւ շատ շնորհակալ եմ ԳՄՍ նախարարությանը, որտեղ բավականին մեծ վերազիննում է նախատեսվում թատրոնի համար, ինչը թույլ կտա լրիվ այլ մակարդակի մյուզիկլներ կարողանալ ի վիճակի լինել, բեմադրել լույսը ունենք, լույսն էլ կավելացնենք, լույսային տեխնիկան, բայց ձայնայինը եւ պրոյեկտորներ ձեռք կբերենք, որը արդեն տեխնիկապես այլ պատկերներ կկարողանանք ստանալ։ Ուզում եմ ասեմ, չէ, ինքը կառավարման մեջ միշտ պետք է երկարաժամկետ մտածես, որպեսզի կարողանաս նպատակներիդ հասնես։ Իհարկե, սկզբում փոքր քայլերով առաջ գնալով։ Իսկ ասել եք թատրոնի քաղաքականությունը պետք է համահունչ լինի արտաքին քաղաքականությանը։ Ինչպիսին է այսօր ձեր թատրոնի քաղաքականությունը։ Ձեզ ասեմ, ուրեմն օպերային թատրոնի եւ Պարոնյան թատրոնի պետական մակարդակով միսիան եւ առաքելությունը մի քիչ տարբեր է, որովհետեւ օպերային թատրոնը միակն է եւ օպերային թատրոնը կարելի ասել մեր երկրի դեմքն է, ինքը այն իմաստով, որ լեզվական բարիեր չունի, այսինքն ինքը միջազգային մակարդակներում պետությունն է, ներքին եւ արտաքին լսարանի համար է։ Պարոնյանը, ինչպես եւ այլ թատրոնները, լեզվական այդ բարիերը խնդիր ունեն, դրա համար մի քիչ իր նպատակը ուրիշ է, բայց ես այլ հարցազրույցներում նշել եմ եւ պետքա կրկնվեմ, թատրոնը, պետական թատրոնը հասարակությանը կրթելու խնդիր ունի։ Մենք պետք է միշտ կենտրոնանանք ինչու ենք մենք գործում, ոչ թե ինչ ենք անում, մինչև մենք մեր համար հստակ չձևակերպենք ինչու ենք մենք գործում, մենք չենք կարող մեր ծրագրերը ճիշտ ընտրել։ Դրա համար ես նախընտրում եմ հիմա, որ մենք եթե կոմեդիա ենք դիտարկում, դիտարկենք դասական կոմեդիաները ժամանակակից լեզվով հանդիսատեսին ներկայանալու։ Եթե ընտրում ենք մյուզիկլներ, ըստեղ իհարկե ժամանակակից հայտնի մյուզիկլների ադապտացիաներ պետք է անենք եւ միևնույն ժամանակ ստեղծենք մեր հայկական, այսինքն այստեղ ժանրը, որը զարգացած չի։ Եվ ինքը մենք հիմա սեպտեմբերին մեծ պրեմիերա ունենք Նաիրե Ստեփանյանի հետ, որտեղ ստեղծագործությունը մշակվում հենց հայկական երաժշտությունը, սցենարը եւ բովանդակությունը ամբողջը հայկական է եւ այդ ամեն ինչը պետք է լինի որակյալ մյուզիկլ, որը համապատասխան լինի միջազգային մակարդակին, որ հյուրերի համար էլ հետաքրքիր լինի, դա հայտնի է արդեն մյուզիկլ։ Այո, նան է։ Հենց հայկական հանան է։ Այ մի փոքր մյուզիկլներից խոսենք, Տիկին Պետրոսյան, որովհետև հենց վերջին ամիսներին երևի թե դա պարզ է, ուրեմն համընկավ արդեն ձեր տնօրինության այս ընթացքի հետ, ավելի շատ սկսեցին խոսել Պարոնյանի թատրոնում մյուզիկլների մասին, ես գիտեմ, որ ամանորյա մյուզիկլ եք ունեցել երեխաների համար, բայց այստեղ առիթ եմ ունեցել ձեր թատրոնի դերասաններից հյուրընկալելու, ես իհարկե ինքս չեմ տեսել այդ մյուզիկլը, բայց բոլորը ասում էին, որ այնքան տպավորիչ է, որ ինքդ ես երեխա դառնում եւ ոգևորում ես մյուզիկլը մեզանում Հայաստանում մի քիչ սենց հետ գնացած արդեն ինչ որ ոճ էր, չէ, չէինք փորձում կամ չենք համարցակվում, չգիտեմ, հիմա ինչու հենց դուք մյուզիկլներով սկսեցիք եւ շատ ձեր դերասաններ այո ասում են մենք շուտով ունենալու ենք շատ լավ մյուզիկլների պրեմիերաներ, խնդրեմ համեցեք, եկեք
դիտեք, լսեք ու կընտրեք։ Իրականում ամանորյա ներկայացումը բավականին ստացված էր, ինքը երաժշտական ներկայացում էր, մեծ ոգևորությամբ թատերախումբը խաղաց, հանդիսատեսը սիրեց, եկող տարի էլ կներկայացնենք անպայման, ինչի երաժշտական թատրոն, այսինքն իսկապես ժանրը հետ է գնացել, որոշակի բաց թողում կա, որը մենք պետք է լրացնենք, հանդիսատեսին սովորացնենք։ Հիմա տեսեք, օպերային թատրոնը, մարդիկ գնում են օպերա, մեծ սիրով լսում են։ Բալետ ավելի հեշտ են նայում, ինչի որովհետև մենք բալետը ընկալում ենք որպես վիզուալ արվեստ, այսինքն երաժշտությունը ֆոնա, ավելի շատ պատկերին ենք հետևում։ Մյուզիկլի դեպքում էլ, ինչպես եւ օպերային, մյուզիկլի դեպքում ավելի հեշտ, մենք ականջով ենք ավելի շատ ընկալում, որը մի քիչ հանդիսատեսի համար այդքան էլ հեշտ չի, բայց մյուզիկլի դեպքում ոնց որ երկու բաղադրիչ իրար հետ պետքա լինի, համ ականջով ընկալես, համ պատկերը, ինքը շատ թանկ արվեստի տեսակ է։ Այսինքն ինքը անպայման բեմը պետքա լինի շքեղ, կատարումը պետքա լինի որակյալ, մարդիկ կենթանի երգում են եւ պետքա որակը ապահովի։ Ինչն է նաեւ դժվարությունը, որ շատ դժվար է հիմա մյուզիկլի դերակատարների կազմ հավաքել, որ իրանք համ պետքա երգեն, համ պարեն միաժամանակ, այսինքն համ խաղան, շատ դժվար է, բայց հնարավոր է, որովհետև մենք ունենք բավականին լավ դերակատարներ, ովքեր այդ ժանրում կան, եթե պետքա լինում նաև հրավիրում ենք, որպեսզի կազմը համալրենք եւ այո, սպասվում է մեկ բան էլ ավելացնեմ, որ թատրոնը մեր նույն կառուցվածք ունի, ինչ որ օպերան, մենք ունենք թատերախումբ, ունենք բալետ, ունենք երգչախումբ եւ նվագախումբ։ Հիմա մենք նախարարության հետ քննարկեցինք մի քիչ խաղացանկը ավելի բազմավոճ սարքելու համար եւ գնացինք այն ճանապարհով, որ նվագախումբը առանձին իր երեկոները կունենա եւ ասեմ ձեր նշած կանանց մեջ մենք նաեւ հրավիրել ենք կին դիրիժոր Նատալի Գալստյանին, այսինքն այո, այդ իմաստով թիմը կանացի մեծանում է, դեռ հանդիսատեսին պետքա բանանենք, ուրախացնենք եւ զարմացնենք եւ բալետային ներկայացում մայիսին մենք ունենք բալետային, այսինքն պետք է ասեմ պարային երեկո, ոչ բալետային պարային երեկո, ազնվոր երաժշտության վրա ներկայացում եւ Աստոր Պիացոլա, այսինքն երկու մեկակտանի բալետներով ամբողջական երեկո կունենանք։ Դա մեզ թույլ կտա, որ նոր հանդիսատես ներգրավենք արդեն պարետ լեզվական խնդիրը չունի, այն ընթացքում, որ երկրում ավելի շատ հյուրեր կլինեն, միջազգային արտասահմանց, պարային ներկայացումներով էլ հանդես կգանք։ Շատ լավ։ Տիկին Պետրոսյան, սերնդափոխության հարցը ինչպես է Պարոնյան թատրոնում, որովհետև եկեք ընդունենք, որ տարիներ շարունակ հայ հանդիսատեսը, երբ ասում էր Պարոնյան թատրոն, ասում էր Կարպ Խաչմանկյան եւ Սվետլանա Գրիգորյան եւ երբ որ այդ դերասանները դարձան երջանկահիշատակ, կարծես թե ինչ որ sense մի պահ լռություն էր եւ մարդիկ sense իրենք էլ չէին կարողանում պատկերացնել հետոն ինչպիսին է լինելու, ինչ ներկայացումներ իրենք այնտեղ պիտի դիտեն, ոնց պիտի ծնվեն այդ նոր աստղերը, բայց դե իհարկե փառք ու պատիվ թատրոնի ստեղծագործական անձնակազմին, որ նորից բավականին լավ դերասաններ մենք տեսանք բեմում, լավ ներկայացումներ, հիմա իհարկե այդ դերասանները իրենք արդեն միջին տարիքի, միջին սերնդի մարդիկ են։ Երիտասարդ դերասանը այսօր գալիս է Պարոնյան թատրոն եւ ինչպիսին պիտի լինի դերասանը, որ դառնա Պարոնյան թատրոնի դերասան։ Կաստինգները ինչպես եք էլի անցկացնում։ Ճիշտն ասած, ես հիմա աշխատում եմ, այո, դուք ճիշտ եք, մեր դերասանական կազմը եւ երգչախումբն էլ, նվագախումբն էլ բոլոր կազմերում իրանք ունեն տարիքով անձնակազմ եւ երիտասարդներ, մեզ մոտ երիտասարդներ կան։ Ես հիմա աշխատում եմ այն կազմի հետ, որը որ կա, այսինքն ընթացքում այո, հրավիրում ենք, երբ որ միշտ ասում եմ, ես միշտ բաց եմ, երբ որ մի երիտասարդ գալիս է, հետեւաբար ռեժիսորն է,
մի հատ հետը հանդիպում, հետո անպայման վոկալի ուսուցչի մոտ ա գնում, որին ես եմ հրավիրել հատուկ թատրոնում, որ մեր դերասանական կազմի հետ աշխատի, որովհետև եթե գնում ենք երաժշտական թատրոնի ավելի շատ խաղացանկում, հա, ավելացնելով, որովհետև կան խաղացանկում շատ լավ ներկայացումներ, սիրված ներկայացումներ կա, պարզապես պետք է մի քիչ մեծացնենք խաղացանկում երաժշտական ներկայացումները, արդեն նոր կադրերով համալրում ենք, եթե նույնիսկ հաստիկ չունեմ, պայմանագիր ենք կնքում, ցավալի չի, պետք է ասեմ, ճիշտ է, այդ անունները, որ դուք նշեցիք, եւ հանդիսատեսի համար էլ ինձ թվում է դեռ Պարոնյան թատրոնը ասոցացվում է այդ ներկայացումների հետ, սերունդ կա, որը հիշում է, բայց քիչ ոնց որ թե մարդիկ արդեն ընդունում են մեր ներկայիս սիրված դերասանները, հա, եւ երիտասարդ եթե խոսում ենք մյուզիկլների եւ երաժշտական ներկայացումների մեջ, այնտեղ շարժը շատ է, պարը շատ է։ Հիմա Նանեի համար կաստինգ մենք բավականին պրոֆեսիոնալ Նաիրե Ստեփանյանը արեց, բոլորը մասնակցեցին, դա էլ մի նոր փորձառություն էր, այսինքն որ ներկայացումը ճկուն ձևով կատարվում է, չէ՞, որտեղ այն ժամանակվա երիտասարդները դարձել են այսօր արդեն միջին տարիքում։ Հիմա կարող է հանդիսատեսի մտքում այսօր կան լավ դերասաններ, բայց որոնք ինչ-որ մի պահի պետք է փոխարինվեն միգուցե։ Դա բնական ընթացք է, սենց ասեմ, շատ ուզում ես բոլոր դերասաններին միշտ ներգրաված պահես, բայց երբ որ ռեժիսորը գալիս է, ինքը արդեն իր ընտրությունը անում է եւ ներկայացումներն էլ ընտրվում են համաձայն քաղաքականությանը, հա, այդ մեր արդեն ոնց որ ինստինկտյան այդ բնականon ձևով սերնդափոխությունը գնում է, բայց մեկը, գիտեք, ես չեմ կարող ասեմ, մեկը մյուսի փոխարեն է գալի։ Այսինքն ինքը կարելի է ասել, որ հա, թատրոնը զարգանալով, խաղացանկը փոխվելով, ինքն իրանը թելադրում է եւ ամեն մեկը պարզապես իր տեղում է։ Իսկ հիմա բացի մյուզիկլից, ինչ նոր ներկայացումներ են սպասվում։ Մեր ամենասպասված ներկայացումներից մեկը նաև կատակերգություններն են, դա Ֆրանսիս Վեբերի ընթրիք հիմարի հետ, այդ պիեսն ենք վերցրել, ոնց որ ասեցի, ես գնում եմ դասականներին, բայց նորովի բեմի ձևավորումը շատ գեղեցիկ է լինելու, թատրոնը ոչինչ չի խնայում, սենց ասեմ, ռեժիսորը եւ բեմանկարիչը եւ կոստյումների նկարիչը, որ աշխատում են, բերում են, ասում են, սա է մեր որոշումը, ես էլ չեմ ասում, վայ, էստի փոքրացրեք, էսի, չէ, տենցեք, սենց շքեղ բեմ ենք ունենալու, այո, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի դա ապահովեմ, որովհետև իմ համար շատ կարևոր է, որ հանդիսատեսը եկավ, տեսավ, ինքը այդ զգա ինչքան է աշխատված, որպեսզի մենք իրան ընդունենք։ Ամանորյա ներկայացումը երևի դրանով էլ էր շատ ինքը սիրված, որովհետև շատ մեծ ներդրում էր ու աշխատանք էր արված։ Ուրեմն դա կլինի մայիսի 23-24, մայիսի 30-31, մեկ շաբաթ հետո արդեն պարային երեկոյի պրեմիերան է նախատեսված, հունիսի սկզբին մի բան էլ նշեմ, որ ճիշտ է մենք երաժշտական թատրոն ենք, բայց մեր անձնակազմում կան շատ, այսինքն բոլոր դերասանները պրոֆեսիոնալ են եւ որպեսզի իրանց նաեւ դրամատիկ մենք վերևի Երվանդ Ղազանչյան սրահում բավականին սիրված ներկայացումներ ունենք, Ծաղիկներ Էլջերնոնի համար, Մահապատժի քրոնիկները, Գիշատիչների խնջույքը հիմա ամսի 24-ին ապրիլի հրեշը լուսնի վրա կխաղանք եւ Նարինե Աբգարյանի Զուլալի ստեղծագործությունն ենք բեմադրելու, երիտասարդ ռեժիսոր է բեմադրելու, այդտեղ էլ որպեսզի մեր այդ կողմն էլ ցույց տանք հանդիսատեսին, դրամատիկ, խորը, մտածել տվող ստեղծագործություն պետք է լինի։ Զուլալի ստեղծագործությամբ ֆիլմ կա, փաստորեն ունենանք ներկայացում։ Շատ հետաքրքիր մեկնաբանությամբ բեմական ձևավորումն էլ ինքը նենց էլեմենտներ է օգտագործված, որ շատ տպավորիչ է լինելու, դրանն էլ հետո առանձին կարող ենք անդրադառնալ, հետո արդեն կունենանք մի մյուզիկլ Լիլի Էլբակյանի հետ, որի վրա արդեն սկսել ենք աշխատել եւ սեպտեմբերին Նաիրե Ստեփանյանի հետ արդեն հայկական թեմաներով մյուզիկլը կունենանք օրիգինալ աշխատանք։
Եվ Արցախի թատրոնի գլխավոր ռեժիսոր Ռուզան Խաչատրյանը այսօր նաև աշխատում է չէ Պարոնյան թատրոնում։ Այո, Ռուզանան ընթրիքի մարի հետ Ռուզաննան է բեմադրելու Արևի մարդիկ, այս վերջերս մենք ճիշտն ասեմ մեկ օրվա մեջ 2 անգամ Արևի մարդիկ խաղացինք եւ դալիճում նստած են երևի 6-7 տարեկան երեխաներ, դուք տեսնեք ինչքան կլանված նայում էին։ Այստեղ մի բան պետք է նշեմ, որ մենք թատրոններից տնօրենները սիրում ենք հաշվել եկամուտը, որ թատրոնի տոմսերը վաճառվի, գումարը գա, դալիճը լիքը լինի, բայց ինձ թվում է կան ներկայացումներ, որ եթե նույնիսկ 100 հոգի նայի, 100 երեխան նայի, արդեն դու քո առաքելությունը կատարել ես։ Արևի մարդիկ ներկայացումը Ռուզաննա, ես անկեղծ ասած դասում եմ այդ կարգի ներկայացումներին, ուսուցողական եւ հայրենասիրական։ Չնայած ուրախ եմ ասելու, որ 2 անգամ էլ դալիճը լիքներ, բայց ու երեխաներով ու լուր 1 ժամ 40 րոպե երեխաները կլանված նայել են ներկայացումը։ Ուրախ եմ այո, որ Ռուզաննան մեզ հետ է։ Տիկին Պետրոսյան, դուք առաջին մասնագիտությամբ բանասեր եք, հետո որոշել եք տնտեսագետ դառնալ, ես մի քիչ ճիշտ ասած բանասեր լինելով հանդերձ, այդ չգիտեմ, բանասերների մեջ քիչ է հանդիպում էլի, որ դեպի թվերի կողմ գնան։ Հետո ամերիկյան համալսարանում չէ ավարտել եք կառավարման, ոչ առևտրային կազմակերպությունների կառավարում։ Դուք 18 տարի դասախոսելուց հետո ինչու հասկացաք, որ ձեր արվեստն է եւ ի վերջո թատրոնը, եթե այսօր ոչ թե տնօրեն, այլ Լիլիթ Պետրոսյանի համար, ինչ է թատրոնը, ինչ հաճախականությամբ եք ինքներդ թատրոն գնում եւ երբ հասկացաք, որ դա ձեր աշխարհն է, որովհետեւ թատրոնը մի քիչ այնպիսի բան է, ես կարծում եմ ինչքան էլ լավ տնտեսագետ լինես, բանասեր լինես, կառավարում սովորես, եթե դա ինչ որ չափով քո աշխարհը չլինի, դու չես կարող տնօրինել այդ աշխարհում։ Երբ որ ավարտեցի համալսարանը, արդեն այն պլանավորումը կար, որ ես դասախոս եմ լինելու, ոնց որ ընտանեկան որոշում կար, բայց շատ պատահական առաջարկ եղավ, այն ժամանակ Լորի Ճգնավորյանը վերադարձել էր Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի որպես դիրիժոր, ու իրանք PR այն ժամանակ չենք հասկանում դա ինչ է, PR մասնագետ էր պետք, լավ ասեմ, խոսքի 98 թվի մասին, պատկերացնեք, նոր ծագող բառ։ Այդ թվերին դա ինչ էր եւ Լորիս այդ իր կառավարման հմտությունները բերել էր ու շատ պատահական ստացվեց, որ նոր է ընդունվել համալսարան աշխատելու, համալսարանը ավարտել է եւ այդ առաջարկ եղավ, գնացի ֆիլհարմոնիկ նվագախումբ, Արամ Խաչատրյան համերգասրահ, ընդամենը 1 շաբաթ փորձաշրջան անցա, ինձ աշխատանքի ընդունեցին եւ երբ որ մտնում ես արվեստի աշխարհ, այսինքն իմ մոտ նեն չի ստացվում, որ 18 տարուց հետո ես զուգահեռ համալսարանում դասավանդում եմ, հետո վազելով գալիս է ֆիլհարմոնիկ, որ այդ արվեստի, երաժշտության, այդ գիտեք անընդհատ նոր, անընդհատ գործընթացներ են ընթանում, ինչ որ բաներ է կատարվում եւ այդ ամեն ինչը իրականանում է գեղեցիկ երաժշտության ներքո։ Ես մի տեսակ, ինձ թվում է, ով որ արվեստի հետ առնչվում է, այլևս չի կարող առանց արվեստ։ Եվ մի 2-3 տարի ֆիլհարմոնիկում աշխատելուց հետո մի փոճուր դադար եղավ, հետո արդեն օպերային թատրոնից 2001 թվականին օպերային թատրոնից հրավեր ստացա միանալու իրանց ոնց որ թիմին, նոր տնօրեն էր նշանակվել Կամո Հովհաննիսյան, ինքը հրավիրեց, հետո այդտեղ արդեն նոր աշխարհ, այդտեղ օպերա, բալետ, ինձ այդ կազմակերպչական գործընթացները ինչ շատ դուր եկավ, այսինքն այդ իմ պատասխանատվության զգացումը, նպատակասլացությունը ոնց որ ամբողջությամբ ինձ կլանեց, ես ինձ այդտեղ ռեալիզացված էի զգում։ Հետո հասկացա, որ մի քիչ դա որոշակի հմտություններ է եւ գիտելիք է պահանջում, արդեն տնտեսագիտական ես կառավարման բաժինը ավարտեցի,
եւ էլի ծրագրեր, նախագծեր, արդեն սովորեցի պլանավորումը ինչպես է եւ օպերային թատրոնում, որպեսզի կարողանանք դրամաշնորհերի դիմել, կարիք եղավ հիմնադրամի։ Հետո հիմնադրամ ստեղծվեց, ես հիմնադրամի տնօրեն նշանակվեցի, այո, Բալետ 2021-ը, հետո արդեն պետական ոնց որ ինչ որ մի շրջանել հենց նախարարությունում եմ, մշակույթի նախարարությունում եմ աշխատել, հետո արդեն սովորում ես ինքնուրույն ծրագրեր անել։ Այդ ինքնուրույն ծրագրերը կատարելու ժամանակ շատ լավ սովորում ես պլանավորումը, որովհետև ինքդ արդեն պետական այս կառույցների աջակցությունը, այսպես ասած, չկա, թատրոնի շենքը չկա, նվագախումբը չկա, պարողները չկան եւ շատ պետք է կազմակերպված կարողանաս լինես, այդտեղ արդեն Եվրամիության ծրագրերին մասնակցեցի, էլի որակավորման բարձրացում եւ այդ որակի բարձրացման գործընթացի մեջ ամերիկյան համալսարանի ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման այդ կուրսերը անցա 13 դասընթացեր, որը երևի ինձ այսօր օգնում է թատրոնում լինել։ Ինչ վերաբերում է թատրոնի համար, ես պետքա ազնիվ լինեմ ձեզ հետ եւ ասեմ, որ թատրոն չէի գնում։ Չէ, օպերա, բալետ, ընդեղ էի անընդհատ, բալետի հետ էի շատ առնչվում, բայց հենց թատրոն չէի գնում, մի տեսակ ինձ համար բացահայտված չէր։ Իսկ հիմա այդ հանդիսատես, երբ որ դերասանը բեմի վրա այդ արվեստը ստեղծումը, ես շատ ֆիլմ էի սիրում նայել, բայց հիմա այս թատրոնի զգացումը, որը այդ արվեստը հենց այդ տեղում կերտվում է, այդ դերասանը իր անձնական մոտեցումն է ներկայացնում հենց կոնկրետ այդ դերի կատարման, որտեղ լինում է, որ նույն ներկայացումը դու նայում ես տարբեր դերակ, ինձ թվում է դա մեծ հրաշք է եւ այն մարդիկ, ովքեր դեռ իրանց համար չեն բացահայտել թատրոնը, անպայման պետքա փորձեն, անպայման պետքա գնան։ Ես ինքս հիմա լինելով թատրոնի տնօրեն, տարբեր թատրոնի գնում եմ իմ աղջկա հետ, որ ինքն էլ շատ սիրեց ներկայացումները, հիմա ներկայացում կա, որ ինքը երկրորդ անգամ տոմսը առնում է, նույն ներկայացումը երկրորդ անգամ գնում է, որովհետև այնքան ինքը 18 տարեկան է, այնքան է տպավորված այդ բեմի մագիայով, որ արդեն որ սիրում ես հետ թատրոնը այդպես է, ճանապարհ չկա։ Հետ չկա։ Տիկին Պետրոսյան, դուք կարծրատիպեր ունեք։ Ինձ թվում է փորձում եք հաղթահարել այդ կարծրատիպերը։ Ինձ թվում է, տենց չեմ կարող ասել հստակ կարծրատիպ ունեմ, որովհետև ես մտքով շատ բաց եմ ամեն ինչի համար եւ ցանկացած իրավիճակ փորձում եմ հասկանալ։ Այսինքն ինձ մոտ կարծրատիպը այդ դեպքում է գալի, երբ որ մտքով դու չես ուզում բացահայտես տվյալ իրավիճակի հիմքը, պատճառը, բայց չեմ կարող ասել, նույնիսկ չեմ պատկերացնում այս պահին ինչա կարծրատիպը, անկեղծ ասած։ Չէ, ինձ թվում է, կարող է սխալվում եմ, բայց ինձ թվում է չէ, չունեմ։ Դե եթե միտքը ազատ է, միգուցե ինքը եւ կարծրատիպերից ազատում է մարդուն։ Ինձ թվում է դա մեզ սահմանափակում է եւ կարծրատիպերի պատճառով մենք կյանքում շատ բաներ բաց ենք թողնում, նույնիսկ ինձ թվում է զարգացում ենք բաց թողնում։ Կա նորմեր, բարոյականության նորմեր, որը ինձ համար ընդունելի է, այսինքն դա այդ նորմերն է, ընտանեկան արժեքներ, որ պետք է հետևես, կա սկզբունքներ կյանքում, բայց ինձ թվում է կարծրատիպը այդ բանն է, որը մեզ հետ է պահում հենց մեզանից։ Լիլիթ Պետրոսյանի ապրելու եւ ապրեցնելու բանաձևը այսօր մեր օրերում, մեր երկրում։ Ինձ համար շատ կարևոր է, որ մենք ամեն մեկս մեր կարողությունների, հնարավորությունների չափով ծառայենք մեր երկրի զարգացմանը։ Հայրենիքը ձեզ համար հիմքն է ամեն որոշումների։ Եվ ըստ հաղորդման ձևաչափի հիմա դուք ինձ կարող եք մի հարց ուղղել, եթե իհարկե ունեք դրա ցանկությունը, դա պարտադիր պայման չէ, բայց մենք ընձեռում ենք ձեզ նաև այդ հնարավորությունը։ Ձեզ շուտվանից ճանաչելով ամեն անգամ զարմանում եմ, ինչպես եք կարողանում, իմ հարցը է, ինչպես եք կարողանում միշտ այսպես նորովի նույն հաղորդումը նորովի կարողանալ
ներկայացնել հեռուստադիտողին։ Գիտեք ինչ, ինձ թվում է դա հենց իմ դիմաց նստած կանանց շնորհիվ է, որովհետև մի բան ասեմ, դա ճիշտ եք նկատել, հաղորդումը արդեն 5-րդ տարին է, ինչ կյանքի է կոչվել, այս տաղավարում երբեք հյուրը չի կրկնվել։ Եվ շատ հետաքրքիր է, որ ինձ շատ հաճախ այդ հարցը տալիս են, որ Լուիզա, որտեղից ես դու գտնում այդ հյուրերին, բայց ես շատ ուրախ եմ, որ դա հաջողվեց, որովհետև գիտեք, ստացվում է, որ մեր տաղանդավոր, հետաքրքիր, բանիմաց կանանց թիվը բազմաթիվ է եւ միգուցե իրենք աշխատանքի բերումով, որովհետեւ ավելի շատ տեսնում եք այսօր հեռուստաընկերությունները, հաղորդումները, ավելի շատ մի քիչ բիզնես ոլորտ կամ, չգիտեմ, էստրադային ոլորտ, հա, դերասաններ, երգիչներ, որոնք շատ հայտնի են, բայց նաեւ տեսնում ես, որ ամեն ալիք միացնում ես, միգուցե այնտեղ կան բոլոր մարդիկ ինչ որ ձևով կրկնվում են։ Իհարկե շատ հաճելի է եւ շատ ճանաչված մարդիկ են եղել այս տաղավարում, բայց նաեւ մենք ստեղծագործական թիմով համոզվել ենք, որ մեր երկրում այդ կանանց թիվը անսպառ է, ուղղակի պետք է գտնես, ճանաչես, բերես, բացահայտես, որպեսզի մեր հայրենակիցներն էլ հասկանան, թե իրենք ինչ հասարակությունում են ապրում եւ ինչ կանայք են նրանց շրջապատում։ Այնպես որ ամեն տեսակը նոր է, մտքերը նոր են, բոլորի կարծրատիպերը տարբեր են եւ այդ ամեն ինչն էլ ստիպում է ինձ ամեն հաղորդմանը հանդիսանալ նորովի։ Շատ շնորհակալություն ձեզ այդ ամեն ինչը կարողանալու համար։ Կանանց անունից ինձ թվում է բոլոր կանանց անունից ես հիմա դա պետք է ասեմ։ Տիկին Պետրոսյան, շատ շնորհակալ եմ, որ մեր տաղավարում էիք, իսկապես ձեզ հաջողություններ եմ մաղթում, թող թատերական աշխարհում էլ կոտրվի այո այդ կարծրատիպը, որ աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, արվեստը գենդեր չի ճանաչում, պետք է սիրել գործը եւ առաջ շարժվել եւ իսկապես թող շատ լավ պրեմիերաներ շատ լինեն։ Ես մեկ մտածում եմ, որ Պարոնյան թատրոնը այդ այն օջախն է, դա մանկության տարիներից եմ հիշում, որտեղ մարդը իսկապես գնում է ժպտալու համար, գիտեք, պիտի տրամադրվես, ես նույնիսկ հիշում եմ, որ իմ լուսահոգի տատիկը, երբ որ մի քիչ արդեն ինչ-որ վատ իրադարձություններ էին լինում կամ վատ տրամադրություն, ինքը նախաձեռնում էր, որ ընտանիքի մի քանի անդամներ գնան Պարոնյանի թատրոն, մի ինչ-որ նոր ներկայացում տեսնեն, որտեղ ասում էր գնանք մի քիչ ժպտանք։ Ես ուզում եմ, որ այնքան արդյունավետ, այնքան հետաքրքիր եւ լավը լինի ձեր աշխատանքը, որ միգուցե մեր այսօրվա ոչ այնքան շատ ուրախ օրերում դուք կարողանաք մեր ժողովրդին ժպիտ պարգևել։ Փորձենք, շնորհակալություն շատ։ Մաղթում եմ, որ ձեր եռանդը, գեղեցկությունը եւ հաղորդումը վարելու բացառիկ տաղանդը անսպառ լինի։ Շատ շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Այսպիսին էր Լիլիթ Պետրոսյանը առանց կարծրատիպերի։ Լիլիթը կարծում է, որ կարծրատիպերը մեզ հետ են պահում հենց մեր հաջորդ եսից։ Այնպես որ ապրեք առանց կարծրատիպերի, մի վախեցեք, կհանդիպենք հաջորդ շաբաթ։